Բարի օր հարգելի մեղվապահանջերներ, Բարդա այսքան ժամանակ մեջ տեղավորվելու գործով ժամանակ չկար սայթ մտնի, դիմա կարդալով իդ գերազներ են ժողովրդի մեղուների հետ, ինչա կատարվում եղանակի պայմաններն ապանա որոշեցի մի փոքր օգտակար լինեմ, ժողովուրդ ջան, շատեր գրում են շավել են սրսկում, ընդհանրապես շավել են հիմա ոչ մի ուղու չի տա, ոչ ծուխ տալ են, ոչ ջրիկ լցել են, նախ ձեր մոտի շավելն էլ մի ինչ-որ ապասնի բան չեք անում էլ հետ շավելի կարբոնատ կա, մեկ էլ բիկարբոնատ կա, տոս լուծույթների քանակն տարբեր է, բիկարբոնատն 41 գրամ պետելնի միլիլիտրին, իսկական շավելը, որ մի ֆորմուլա է, մի անգամ այդպես խոսքել ասել եմ, ցույց եմ տվել դաժե ֆորմուլաներ, մեկն երկու ֆորմուլա էլ, երկու հատ բանա դիետատրոկա դաբավկա կա վրեն, թույլա պրոցենտը շատ են անում, որ շավել օգնա դե մեջում պարզա ուրիշ բաներ էլ կա, այդքան էլ լավ չէ, որ այդ օգտագործել, չնայած ես էլ եմ օգտագործում մեկ է նեղվախտ, ուրեմն մեղվին շավելի լուծույթ օգտագործում են այն ժամանակ, որ ձակ չունի, ծուխ տալն էլ, որ օգտագործում եք, ձակ կարող չկա ծուխ մեջ լավ է, բայց մի անգամ շավելը կիսլոտ նստն բարձրացնում է, ասկաֆիրուզի հիմք են կա արդեն էլի, մնում է մի հատ լավ խոնավ եղանակ, մեջ էլ ձեր ձակերի ճիշտ չդասավորել են, որ մարդիկ բան են անում, էլի բրտակություններին երամտածում են, շուտ զարգացնեն, շուտ չզարգանում մեղուն ժամկետ ունի 21-ա ծնվում, տնում են երկու ձակյարան թազարամ կա, որ գործակամ էլ չեն տնում, տարբերություն չկա, իրիկուն է ցուրտ ելնում, մրսում են հիվանդանում են, մինչև գլխես ելնում, որ հիվանդացել արդեն բանբանի ցնցել է, աշխատեք ձակյար իրարից միտիս է ժողովուրդ ջան, Դիմա օրինակ ասենք բուժման համար կա մարդ այս տարի, որ դզի պատճառով շատ է դժվար, սխալ բուժումների համար, ժամանակն ճիշտ ֆիքսելու չկա էլի, երբ մտքով անցավ լավ գյուղի մեջ խոսացին, մեկն ես ինչ արել, դիզնա շատ է ցրել, կիրակրելու պատճառով սխալ կիրակրելուց լա դիզը շատ դնում, այն կես 100 գրամ գցելն է, այդ դզի համար մոր ընկեր տալում են քանի սիրոպ են տանում մի հարացույա տնը մեկ էլ չկա սիրոպ կայնան, մեր 4-5 օր ձա մի հատ էլ միլիլիտր լցեց, այդ ձև կամաց ոնց կերակրել են ճիշտ ձև չէ, հետո ձեր ցելոֆանով կերակրելն էլ ճիշտ ձև չէ լի տղեկ ջան, շավելն ասենք չի կերակրում, փչում է վրեներ, էդի արդեն ձակ կա չի օգնում, շատ թող մի 10 հատ դիզն գնի 20 հատ, բայց ամեն 20 դիզն ամեն 5 հատ ձակ են դրել Ելմա արդեն 100 հատ, 100-ն ծնվում են էլ մտածում ես թե բուժեցիր, բայց կիսլոտ նստն բարձրին մեղվի մեջ է, տես բաներ մի արեք, ես ես դեպքում ամենալավ բան տալուց շավելն չեն ծուխ տալու, որտեղ շավելն ծուխ տալու ժամանակ սկզբի մոմենտ դառնում է մուրավեինի կիստատա ջերմություն բարձրելնում, կամ ձեր մոտ ստանդարտնի բան չկա էլ այդ ապարատուրա ապարատուանի վար ջերմություն պաշտպանա 200-210 տաքացնելով է մոտավոր ալարև դու մի մտածեք որ են ջերմաչապեր կախում էի կողին ես հիմա տոուչն է ստանդարտով ցույց է տալիս մետաղի միան գազ է խփում է պոեցի տակ ուրիշ ջերմություն է պոեցի կողեր ուրիշ ջերմություն է ջերմաչապն էլ դրած է թե որ պատինամուտ դու էլ չգիտեք Մեսյան է լավ շատ կտապտի քիչ անես ուզասեմ այդ գլոր շատման պրոցեսն ճիշտ չելնում ամենաճիշտ ասենք հիմա տաքություններ որ ինձերա մուրավեինի կիստատա տվեք դե ձևին ես ասել որ 2 ռամկա մինիմում այդենց ասեմ մագազինը ռամկա պտես ես խաշ-փաշ տրուկ ելնի կդրեք սարքեք իրա ձևի են հացատ տան նման այդենց են ուբալու են ասում ես ոնց են ասում տիրանտիրնի վրա դրած տներ տեսել եք այդ առաջվա տներ մկավան հարթ են անում որ ծուխ չքաշա Այդ ես տրեք տղեկ ջան, մուրավեն կիսլատասը 30 գրամ եթում, 30 մի արեք, թույլ ընտանիքներ կլնի քիչ արեք, եթե լրև ռամտիկ ընտրած չէ, միջիլ հեռու արեք այդ շավելի օրն, որը բանի մուրավեյքի օրն, որ մուրավեն կիսլատա, հետո 30 գրամ են բաժանեք ասենք ռամտիկ քանատին,
30 գրամը նախատեսված է 12 ռամկա մեղվի համար։ Եթե ասենք 3-4 ռամկա է, բարձապտի 12-ի վրա բաժնես 30 բազմապատյաս 3-ով այդքան գրամ լցես։ Մուրավին կիսլատան լավ ասպանում, էլի ծակելած վաղտ, հետո մի վախեցեք, մեղրի վերին աբսոլյուտնի ոչ մի ազդեցություն չի թողում։ Ինքն ծանր բանա վերևից պարով վիշման եթևոտ ու սակալում, այդին տիզա սատկցնում, շատ լավ սատկցնում։ Մուրավենի կիսլատեն է լավ աշխատում 20-ից 25 աշճանի դեպքում, էլի կակրազ այդ մոմենտներ, որ սկսում է պերկ բերել, մերեն ծույել ատենում ճիշտ, սկսում է տիզեն շատ զարգանալ, ձեր աշնան ծայթերի վերեն ազդում է։ Նախ լրիվ կծած են մերու չեն կարում թռնեն ֆիզիկապես թույլ են ելնում, գոնե հաջորդ ծնված սերունդը որակով կելնի, բերդի տակ մտնող։ Հետո աշնան պերան ձեր մոտ բան այլի որ ասում է, մեկ էլ մի բան ասում է, հարն ասում են, ուրա մի խելոք բան ասում է, մի բան դիդա որ ասում է, ես դել ուրիշ էր ասում, ինձ ոնց ասում զգացի մեղվիցա լեսա։ Լսելու բան չկա տղի ջան, մեկ մեջ կարդացեք, կարդալն շատ ճիշտ է։ Իմ ասած են չէ, պրոֆեսորների բացի կարդացեք, ինչ են ասում, ոնց են ասում։ Դրանք սխալ չեն խոսա կյանքում, կարող է քուզածով կամ դուրեկան չխոսա, բայց սխալ բան թույլ չեն տա եւ իրով տնեն պրոֆեսոր Մարցեզի խապայտ այս բան չկա։ Ճանաչված պրոֆեսորներ լսեք, Հայաստանի շատ օպտնի մեղվապահներին լսեք, ասենք պետք է մեկ էլ գնացեք մոտ հարցրեք, եթե կզգաք ձեր կարդացած ընդրա ասած է չի բռնում, դե ասի մեր մոտ մի քիչ հայկական վարիանտ են կա, ինչի ասեմ, ինչ իմանա, կամ ասեմ մի բանանանի տոնա սատկցն այդ էլ կա, մարդիկ շարի մեջ գնելու համար ռիսկ չեն անում, բան ճիշտ ասեն, դե ասի հեռու եմ թող մոր չեն վախենում։ Միշտ պետք է մուրավենի կիսլատա տալուց տեղ ջան, եթե ասեմ, որ անգարտ հետո չասեք ասածի պես արիք, պետք է վրավի ցելոֆանը ոչ մի ռամքի վրա չնստի, լրիվ մինչև վերջ որ դնաս նստեցնես չնստի, իսկ ցելոֆանի վերևն մուրավենի կիսլատա պատուշկից մինիմում մեծ պիշտի կարոպկա պետք է վերև լինի, եթե դրանց տարածվի այդ ուղղությունն դեպի բան, գրաղներն ավելի լավ, բարի տնում լրիվոթի հետ տարածումը դե ոտ կա չէ, մանդրից մեղուն դզացնում ցիրկուլացիայանում ուտեն, այդենց ավելի հանգիստատանում, անվնասատանում, դեն ձեր սիստեմը, որ տղեկ ցույց տվին տնում են, բանտենտրին մատ, դերդրոշ խաշտ փետ են սարկում վերեն, մի 5 սանտեսյան ենքան, որ ցելոֆան չնստի այդ բանտի պրոշներին ծածկում են, վերջում բանից բարձում է ցելոֆան լրիվ նստե ռամքի վրան փակեր այդ 30 գրամ տիկոլոր շանա 3 ռամքի վրով, դուս կա էտա վերևներ չէ, որտեղ վարանքները ուժնում, այդ վաղ կարող են մեր սատ կցնա, ծակ սատ կցնա, մեղու սատ կցնա, այդ ձեր հիմնական սատ կցնել այդ վերևի ճիշտ չդասավորելուց է տղեկ ջան։ Մի վախեցեք մուրավին կիսլատան էլի եմ ասում, ոչ մի անգամ չի ազդում մեղվի վրա, ոչ մեղրի վրա, ոչ մի բանի վրա արխային օգտագործեք, բայց 15 օր մեկ մի արեք, ունեք 20-25 օր մեկ արեք, որ աշնան բերան ձեր մեղուն որ ասում եք սատ կավ, ես իմ ինչի վանդություն ատո տզերին եք պաճար բռնում, ենատուն եք պաճար բռնում, էդի ճիշտ չի, դու սխալ բուժում եք անում, դրանից էլ այդենց ստացվում է էլի ձեր մոտ, սատկում է, որտև պեսոկ է մշակում, պեսոկ մշակելուց հետո ծայթեր ծմում են տզի, մի որոշ լիմֆաներ ծակում կամ վիրավորված, դե շավել ցողում եք, վերքի վրան ընկավեթում սատկում է մի անգամ մեղուն կեսա դառնում, մոր վրան էլ անգնում են ատուրել ամենալավ գազնա, որ ոչ մի բանի վրա չազդում, մերն փախնում իրա դիրքն ընդունում, մեղուն կամաց ծկվում է վերև, փախնում սկզբից հետո մոտիկանում է, ոնց որ ընտելանում էլ որտեղ մի տեսակ ընտելանում է գազին, մեղվին վնաս չի տալիս, դիզն էլ լավ թափում է սատկում է, մուրավենի կիսլատեն չի գցում տակ, որ սաղ մնան, սատկում են, կարող է մեր կատել են ճամպի կեսից ընգնեն սաղ մնան, վրից գցեն իրանց, բայց լավ է մաքրում։
որ չէր կարծենեմ տեղի ջան արդեն ազատ եմ լուբոյի արծի դեպքում լուբոյի պայման դեպքում գերեք զանդելով ինչ էլ խոսայ մի մարդ հալեսում դու արծեր ենք մեզ էս վիճակա ինչ անեմ եթե պետքա վիդեոն էլ ես ուղարկում ես օբշիտեն մեմ դու կնայես գրողն ամել ասենք 1000 մարդա 50 մարդա ով լսում է իրան պետք է կգա ինքն էլ էթնիկանա կարող է չգիտի չգրամ ելենզի կամ չեն զանգում դες իսկան ժամանակ չեմ աշխատավար ժողովրդին վատ բանել աշխատել եմ միշտ լավ լինի բայց իրանք այն ալկաշի բուժվելու խմար են բանան մեթումա բժշկի մոտ ասում է վատ եմ բուժ ասում դի չխմես ասում գոնե 20 գրամ ասում հա մեր էլ ծառին փաթաթված ազիվ կայնած ասում այդ այս վիճակա մոտ բա դու ուզում ես բուժվես ասում ես կոմինա մոտ չեմ գալիս մենակ 50 մարդի մոտ եմ իթում բժիշկ ունեմ 50 ամեն մեկ 20 գրամ թույլատրելա դու դել մեղվա բաներն էդի լավա որ լսում եք պետք է ձեր մոտ նշեք վիվը տանեք այս ինչ մարդի ասածն արի լավ չի լավ էլ դու ինչ կասա մի լսեք որտեվ անցնում է մոմենտ մոռանում ես ասում ես կարող է ճիշտ էլ ասում ես սխալ արի ամեն ինչն ու 10 տարեք նոր սրստիկ մեղվին բուժել մի օրում չես բուժում ոչ էլ մեղում բուժվում է ոնց էլ անեք դիս կավրին այնպես որ մեկ ելնում բռնում փչում են վրին շավել են փչում վրին ամ տոկոսներով էդի փչում են կրիտիկական մոմենտն էլ 2% անոստույց ոչ ավել որտեղ 2% շավել, որ այսին 20 գրամ միլիտրի մեջ վնաս չի տալիս, բայց էլի պիտի եղանակն 25 աստիճան չլինի, 25-ի դեպքում չէ շավել փչում, ջերմության պատճառը, որտեղ չկա բուժելու ձև, տզի դեմ ջերմության պատճառը ցուրտ է, կամ տիպիպին անեի, կամ շավել, դրա համար այդ ցուրտ ժամանակ են անում, փչելը, աշխատեք շավելքի չօգտագործեք օգնում է, եթե լավ բար տվող ապարատ ունեք, որ իրոք ջերմաստիճան ցույց է տալիս, մեն ինչ համոզված ես, որ իրոք այդ ջերմությունն է, ջերմաչափի վրան տեն մեկ ասում էր փչումա վրան իրոք բարձրում բերում այդ աստիճանից, այդ դուսեկող անցից պրյամա, բայց շավելն էլ էլի վերևից տվեք, դու մի հատ ես վիդեո ունեմ, որ վերևից եմ տալիս, որտեղ փորձել եմ շատ մեղվի դեպքում, որ շավել եք բարի տանում տակն մեղունների վրան տեսել եք շավելի գույնի սպիտակ բաներ անստում փոշի բարն սարմա տառնումա փոշի էդի ադին մեղու է սատկցեն տականում սկզբի մոմենտ չես զգում բայց հետո ադին իրանք անում թափում են բարձա այդ շավելը մաքրվում անում թափում են սատկում որտեղ մեղուն բերքից հետո որ շատ անմա կախվում է տակն փչում ես վրան որտեղ իրավ լրի փակա չէ շորակցած իսկ էներ աշխատող մեղուն պետք մեջ գարշան մենի մեղր բերում լցում մշակողն ուրիշա դե անգստանում է իրանք չեն աշխատում չեն գործում պետք մեջ որ ասեմ ցակ չեն դիրակրմել մեն վերև կամ ներքև են կախվում խմբով դրա համար ամենալավ վերևից է որ վերև մեղու շատ չկա մագազին եք դնում մի հատ կրիշ կա մագազինից ծակում եք մի հատ տրուբկա կողմ եք ներդ մի փչիկ աշխատեք շատ մի փչեք դոզան քչով արեք եթե մի հատ փչեցի 10 հատ չէ 100 հատ թափա ուրեմ լավ է հազի որ տատիս դուսակալ մետի բավարարա որտեղ վերևից մանդրեից նստում է դել ծանրա դել ես ընտառնում ուրավեինի կիսլատա սատկցնելով իշնում լավ է սատկցնում ինձ մի փչեք որ կա տատիս մեր դեժամել ծուխտուս կա պորտուս կա որ մտածեք օկներա երկու իրե շաբաթ մեկ արեք էլի վնաս չի տած մենակ եթե նորմալ բարապչում ջերմություն ճիշտ է եթե շատ տաք է լավ լրը դարձն մուրավեինի կիսլատա ոչ թե ասանք եթե մուրավեին կիսլատա ռաշտոանակ ոչ թե 30 գրամ ալնում արդեն այդ բարն ալնում է 35-ի 40-ի 50-ի բար որ բարի տալնում էլի որտեղ բարը որ չորացնեն անեն շավելի կիսլատա ադին քիչ դուս կգա Ինձ որ դոզանին են ցարեք չափն, որ վերևից տնելուց փչաներ և ազիվ զգակ որ դուսա գալիս, դե պարզա վերևը շատ գլի կամաց իշնում ցածր, դե ձեր մագազիներով կարակետի կարգավորեք, փետակելի փետակով են վերնարգվետն մեկ ընդով կարայի կարգորեք, մեկ էտի տեղ չետում,
փչում ես, պետք է թանդեղից դուրս գա, վերև չի կարող լինի։ Ցելոֆան գցած փակ վիճակով անստեսանում դրելով, նա դեռ չի վեք խփում, որ դուրս չգա հետո։ Փչիր բրծար անեցիր, անցքն փակում ես, որ մեղու չմտնի, մեղու դուրս չգա։ Այսքան ժողովուրդ ջան, նա դա աշխատեք այդ վիճակը, որ մեղուների մոտ կասում են տիս կա իրար, մեջին կա, մեջին չկա, որպեսի ճշտեք, մի հատ լուբոյ բանկով, բաժակով մի 100 հատ մեղու վերցում եք, մեր շաբանքի մեջ ջուրեք լցում է փոքրել այդ քիմիական ու թե խառնում այդ լվաստի պարաշոտի կամ ժիտկստ այդ աման լվալու։ Այդ արու մեղուն գցում եք մեջ, լավ խառնում եք, եփում ալռի վրավից տիզն թափում պաստանի խառնում եք, ներկու անգամ լցում եք իրար մեջ, այդտենց ոնց որացած իրարից որ բարձնի ջուրը խփում փոկում էլի։ Կաշուեք, եթե տեսակ շատ է իրոք, արդեն մտածեք բուժել մասին, եթե արու հատի վրայից մի հատալնում ասանք սմիսել չկա, որ բանանեք տնեք, ես իմ կիսլապնա պչեք կամ ես իմ ճանեք մեղվին անանգստացնեք առանց իմանալու հիվանդա թե չէ։ Մեկն պատմա իր մեղուն իրոք հիվանդա լարի ոնցում են մեղվի բուժման։ Դե դες ճշտեք նոր արեք, որ մեղվին բնաս չլինի։ Այսքան տարեք ջան արծ կլինի կերեք, պատրաստ եմ պատասխանելու, նենց որ Եվ ասում է ինքնուս կոմպոզիտոր մի դարձեք, ինչ ասում են հավատացեք, բայց փորձեք ստուդիայի նոր արեք, դիս կա թե չկա, հիվանդություն, մեծ է ծայթի արանք ռամկա մի տրեք, հետի Հայաստանի պայմաններում կարող Արարատյան դաշտավայրում աշխատավուտև ստաբիլի ջերմություն է, բայց լեռնային պայմաններում Վարդենից, ես իմ գորիս, որ դա է տենց բարձր տեղատրած մեղուն, գիշերել մա +5, +4, ցրտումա մի տրիր դես բան արեք, մեղուն ծվմա ինքան իշքան կարա, որ տակացնա, կարողա գործաբաչ ծվա, չթողա ծվեն միրեն, այդ վարյանտով դու մեղվին չեք հիվանդացն, ես կենենց ռամկարանք տնելն ամենասխալ բաննա, մի տրեք, շուտ չզարգանա, մեկա մեղուն կծվա ինքան իշքան իրան ինքեն կարմա տակացնա, բայց որ ռազբոյեք տնում չի հասցն տակացնա, ծորտն էլ հավաքում են մոր մոտ, սկսում են ռամտեք տակացնել, ծայթեր մնում է բաց կամ քիչ մեղվով սառում են հիվանդանում են։ Այսքան տղեկ ջան, դե ձեզ աջողություն ձեր գործին, Աստված տա լավ մեղրավացեք, մեկ էլ մուրավեկա տվեք թոպանելնի, աշնան համար մեղուն որ ծայթեն անում լրիվ դիրաշ չլինի, որ սատկել ասեք, տզեր եկան սատ կցրին, անցած տարվա ոչ մի հիվանդություն էլ չկա հետի տիրակրելու սիստեմից, որ ցելոֆանով եք տիրակրում, դրա համար էլ առանձին հաղորդում կլինի, այդքան տղեկ ջան։